հետարքիր է անցնում, կյանքս շատ տարբեր տեղեր եմ գնում համերգներ ներկայացումներ, բայց այսօր առավոտ ավելի հետարքիր սկսվեց, որտեղ նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճառը, հա, միանգամից բովանդակության դեռ չանդրադառնամ, ասեմ, որ շատ ու շատ քաղաքական գործիչներ կերազեին նման ներվ կարողանային բանացնել խոսելու ժամանակ, այդպես հասանելի խոսքը հասցնել, այդպիսի խարիզմա ունենալ եւ կարողանալ նյարդերին ազդել ընդդիմության, իսկ այն էլեկտորատի վրա, որը որ չեզոքա կամաց դարձնել իրենը։ Հիմա շատերը կասեն, դու նիկոլական ես, ման, ասեմ, եթե ես նիկոլական եմ, դուք եզ եք, ներեցեք այդպիսի խոսքի համար, որովհետև ուրիշ բան չեմ կարող ասեմ, հոգֆուր չէի դա։ Իմ ալիքում տենց առանձնապես ընդունված չի։ Պետք է շատ ջղայնանամ, որ ասեմ հայհոյել, հա։ Չէ, ես եք, որովհետև ես հիմա տվյալ դեպքում ուղղակի ասում եմ բան, փաստ եմ շեշտում, հա, դա ոչ լավ է, ոչ վատ։ Լավ է քաղաքական գործի համար։ Եվ մեր արտախորհրդարանական ընդդիմությունը շատ է կաղում դրանով, որովհետև ոչ մեկ խոսք չունի։ Իսկ խոսքը շատ կարևոր է քաղաքական գործի համար։ Իհարկե գործն է կարևոր, իհարկե լավ է, ինչ ես արել, բեքգրաունդը եւ այլն, բայց խոսելը արտահայտվելու ձևը շատ կարևոր է եւ Փաշինյանը դրան տիրապետում է 100%։ Այդտեղ պլյուս եմ դնում։ Հիմա ինչ վերաբերում է բովանդակությանը, խաչը մերնա զորությունը մենք գիտենք։ Քոչարյանին եւս մեկ անգամ բռնել են։ Տեսնում եք անգամ մարդիկ, ովքեր որ մի քիչ, ասենք, այնքան էլ համոզված չեն, ասում են համոզվել, որ միգուցե այս անգամ իսկապես բռնել են։ Ես էլ ապուշս հավատալ, որովհետև տեսեք ինչն է խնդիրը։ Առաջ, երբ որ առաջի անգամ կամ երկրորդ կամ երրորդ չի, քանի անգամ այն բռնեթող է, բռնում էին, կար մի այդպիսի բան, Մոսկվայից կախվածությունը շատ էր եւ կախվածությունը քաղաքական էր եւ անվտանգային։ Հիմա անվտանգային կախվածություն մենք Մոսկվայից չունենք։ Քաղաքականը մի քիչ նվազել է, տնտեսականը կա իհարկե։ Եվ հիմա Մոսկվայից չեն կարա զանգեն ու ասեն Никол Ваваевич, отпустите, пожалуйста, моего друга. У нас с ним химия. Химия, физика и география. Հա, հիմա երևի էլ չեն կարող, համ էլ Պուտինի թքած ունել, հիմա ասենք այնքան զբաղված է այդ մարդը, այնքան խնդիրներ ունի, որ սարքել է իր գլխին։ Բանը տատս լավ էր ասում, իսկապես մարդը իր գլխին է սարքում, էլի, ասում է, տատս ասում էր, մարդ որ դարդ չունենա, անդերը կտնե բուրը դարդ կշինե, հիմի դարդ է շինե բանը, Պուտինը շինել է, էլ ինք իր գլխին է շինե, դա համար դժվար է Քոչարյանով զբաղվի։ Կարող է այս անգամ իսկապես կոպեկ լումա վերադարձի, չգիտեմ, կամ նստի կամ չնստի, բայց դե այսպես ասած արդարություն լինի, հա, գոնե որոշ ինչ որ։ Նույնն է կատարվեց Ծառուկյանի հետ, գիտեք, այս լայվը ինչի, լայվ չի սա, իհարկե, տես հոլովակ է, ավելի լուրջ է, քան երբևէ, ինչին եմ ուզում նվիրեմ։ Նախ եւ առաջ մեր լայք դրեք, խնդրում եմ, եւ գրանցվեք էլ ալիքից, որովհետեւ նայում եք, բայց չեք գրանցվում, ոնց որ բան է, էլի, լավ չի, էլի, որ չեք գրանցվում, ոնց որ գնաց լևի, բայց անդամը չվերցնես հետդ, ոնց որ այդ չի, էլի, հա։ Գրանցվեք, հա։ Գիտեք ինչն է խնդիրը, ինձ դուր է գալի որ մեզ մոտ կամաց ձևավորվում է հարուստի կերպարը։ Հարուստը ոչ թե այն է, ով որ կարող է գրփել, չրփել, սպանել, պարտադրել, շանտաժի ենթարկել, խլել եւ հարստանալ։ Ինչպես ասենք, շատ ու շատ մեր հարուստների 99% 90-ականներում հարստացածների։ Այլ տեսեք, ինչ որ տղաներ դրսից եկել են, հիմնել են արհեստական բանականության ինչ-որ մի կենտրոն, անունները չգիտեմ իրաց, չեմ լսել երբ 500 միլիոն փող են բերել, ներդրում, եւ սարքել են գործարան, արհեստական բանականության գործարան։ Ինչա դա տալու մեզ, ես մոտարապես հասկանում եմ, բայց դե մասնագետ չեմ կարող ասել, այ որ արեցին, էսի կլինի, բայց չէ։ Բայց դա մի հատ մի գործ է, մի մեծ ներդրում է, որը որ Հայաստանը դարձնում է կենտրոն, որը Հայաստանը դարձնում է ինչ-որ մի բան, արժեք, հա, որովհետև մենք գիտենք, նավ չունենք, բան չունենք, ասենք մենք կարող ենք վաճառել
կամ մեր մարմինը, այսպես ասած, որը դժվար թե մենք այնքան գեղեցիկ ազգ չենք, էլի ոչ ռուս ենք, ոչ ինչ որ տենց բան ենք, տենց ֆրանսիացի ենք, ասենք, ինչ ասենք, դու ես ինձանով վերցնեմ, էլի ինչ, ծուր ոտ բազոտ, սենց քթով բան, դե ինչի՞ նա նույնն էլ մեր ժողովրդի 90%-ը։ Մարմինը դժվար վաճառենք, բայց այսա կարելի է վաճառել, ներեցեք այդ բանի համար, համեմատության համար, բայց ուղեղը կարելի է վաճառել եւ պարզվում է, որ այդ կենտրոնում աշխատում են մասնագետներ Google-ից եւ բան են հայազգի են եւ Չարենցավանում են հիմնել այդ գործարանը, եթե չեմ սխալվում, մեր ռեպորտաժ տեսա։ Կներեք, ազգանունը չհիշեցի, եթե չգտա էր, որովհետեւ մեր, ասենք, իմ պատը բերում է մենակ աղբ, ով ինչ ասեց, ով կնիկն է, ով մարդն է, բայց այդ նմանատիպ մատերիալներ շատ քիչ են գալի եւ ես տեսա շատ ուրախացա նայեցի, բայց ազգանունը չգրեցի այնպես, էլ չհիշեցի, հետո չգտա։ Պետք է երևի շեյր արեի կամ գցեի մոտս, որ հետո հիշեի, ինչևէ, հետո երևի խառիվ կլինի խոսելու։ Մի խոսքով, ինչ որ տղաներ, երիտասարդ եկել են եւ հիմնել են միլիոնանոց, միլիարդանոց ինչ որ մի հատ գործ եւ հետո խոսք են տալի, որ դա այդ միլիոնները դառնալու են հետո միլիարդներ։ Իսկ մեր օլիգարխների նման հարստացած մարդիկ, բացի նողկանքից եւ զզվանքից եւ վախից ոչինչ չեն գեներացնում մարդկանց մոտ։ Դրա համար տեսեք, Ծառուկյանի բռները ով կանգնեց մեջքին, ով բոլոր են բաները այդ մարզիկները, որոնց որ նիվայա նվիրե բնակարանա տվե, բան չգիտեմ, կամ ասենք աշխատողներ իր մոտի բան։ Հա, երևի մի փոքր տխրել են, բայց ոչ ոք չի գնա դոշ չի տա, որովհետեւ հարուստի տարբեր կերպարներ կա եւ ես որպես ասենք քաղաքացի, որպես մարդ, որպես հայ մարդ ուղղակի ես ուզում եմ մեր հարուստներին այդպեսին տեսնեմ, ես ուզում եմ տեսնեմ Բիլ Գեյթսներ, ուզում եմ տեսնեմ Զուկերբերգներ, հասկանում եք, չեմ ուզում տեսնեմ բան էլի, ասենք, տենց ինչ որ այո, տենց ինչ որ հարուստներ, որոնք որ ասենք անպարկեշտ ինչ որ տենց կեցվածք են դրսևորում, որ բոլորը վախեմ։ Ես աշխատել եմ, խոսել եմ նաև այդ մարդկանց մոտ հետ, ովքեր որ աշխատել են այդ մարդկանց մոտ, հա, ասում եմ մտնում էր դալիճ, սառում էինք, սաղս կանգնում էինք զգաստ, որովհետև ես ինչ իմանամ, ինչ տրամադրություն ունի այդ մարդերը, կարող է պատահի այդպես որոշի, որ այսօր առյուծները լավ չեն կերել, պետք է ասենք 10-8-ի բան։ Խոսքը միայն Ծառուկյանի մասին չի, ես հասկանում եմ, նա քաղաքության նոխազա կան նաև այլ հարուստներ եւ ես չեմ ուզում որ սաղինուն է զրկեն, ասենք ես ասել եմ, խոսել եմ դրա մասին, դեմ եմ, որովհետեւ դա ի վերջո բյուջե է, ի վերջո փող է, ի վերջո հայ մարդ են։ Բայց բաների երիտասարդների մոտ թող ձևավորվի հենց այդ հարուստի կերպարը, որը որ ուղեղով է, ասենք, հարստացել, որը որ իր աջիղով է հարստացել, որը որ ոչ թե ինչ որ տենց ինչ որ չրփելով գրփելով հարստացել ոնց որ սրանք, այլ ըստ իր արժանինքների հարստացել, որը չէ որ շատ հաճախ մենք զարմանում ենք, արա ասում ենք, էսի տավարա ոնց է հարստացել։ Ու նայում եք իսկապես երկու բառ չի կարող կապի։ Ոչ դբրոցում է սովորել, խոսքը Ծառուկյանի մասին չի, ես բա կոնկրետ անուն չեմ տալիս։ Թերապես մեր հարուստները, նայում ես եզադե մտկայնած։ Էշի մեկն ասենք ոնց է հարստացել, ասենք ես սա որ աշխատում եմ, սա որ բան ես անում, ասենք հա դե փառքա սա մենք չեն ունենք դու ունտեղ բան դες ասենք քյասիպ չեմ, բայց ոնց է միլիարդներ կարողանում աշխատենք տենց եզերը, որովհետև իրանք ունեն ուրիշ արժե համակարգ, որովհետև իրենք կարող են գցել, իրենք կարող են ինչ որ մեկի վրայով անցնել, իրենք կարող են սկզբունք չունենալ, իրենց երեսին կարող ես թքել, ասենք իշխանությունը գալիս է ինչ որ մի հատ իշխանություն թքում խնչում ավրեն, ոտերը սրբում է, ինքս ուսամնում, բայց դա մյուս իշխանությունը գալիս է ու սկսում է, ասենք, տենց ինչ որ հոխորտալ էլի բաման, ասես արա դու ինչ էիր, արա հիմա ինչ ես արա, ասենք գլուխ արտուկում։ Այդ սկզբունք չունենալու բանը, ասենք դա է իրանց, ասենք, թողնում, որ նրանք հարստանան, որովհետև նախ էլ չեմ ասում Ռուսաստանի հարուստների մասին, որովհետև տոտալիտար երկրում հարստանալ դա ընդհանրապես դիլնես չի, մարդաց բան։ Հասկանում եք, բացի մարդասպանից պետք է ուղղակի կոնկրետ կապվես, ասենք, ղեկավարի հետ, որպեսզի հարկ չմուծես, բան չանես եւ գնաս առաջ։ Այդ տեսակի հարուստներին ես չեմ ուզում տեսնեմ Հայաստանում։ Ես ամաչում եմ։ Ես չեմ ուզում ունենամ այտենց հարուստ։
Հասկանում եք, դա նույնն է, որ ասենք շատ սիրուն, գեղեցիկ, թույն կնիկ ունենաց, որ սաղ նայեն, բայց պոռնիկ լինի, ասենք ումա պետք։ Ավելի մի քիչ գեշ լինի, բայց քեզ հավատարիմ լինի, սիրես իրանիկն էլ քեզ սիրի, չէ։ Ասենք այդ համեմատությունը ես կարծում եմ շատ ճիշտ համեմատություն է։ Դրա համար ես կուզեմ, որ այդ տղեկի նման, որոնց ազգանունը անգամ չեմ հիշում, ու չեմ էլ հիշելու, ասենք դա ինձ պետք չի։ Ես կտեսնեմ իրենց գործը մի 10 տարի հետո, երբ որ Հայաստան միլիարդներ գան։ Ես կուզեմ տենց հարուստներին տեսնեմ, գրագետ հարուստներին տեսնեմ, որ գնաց հետը ինչ որ միտեղ ու չիմանաս, որ նա ասենք հարուստ է։ Ես ասեմ, որ իմ ներկայացմանը մի հատ տենց մարդ եկավ։ Ինչ ասեմ, չեմ ուզում ասեմ, ով բնականաբար էթիկայից ելնելով, հա, բայց հետո որ իմացա, որ ինքը միլիարդատեր է, ասենք միլիոնատեր, բայց ասեմ մեր օր ինչ էր, հա, Տոմսեր առներ հանգիստ եկել էր, երկու հատ աղջիկ ուներ շատ, ասենք դեռահաս 16-17 տարեկան, ես էլ ասեցի, պարոն, ասի, իմ ներկայացուցիչները երեխեք չեն գալի, էլի, ես մի քիչ այնպես մարդ եմ, որ կարող եմ ինչ-որ տենց մի բան ասեմ, որ երեխաների համար լսելու բան չի, էլի, բան ասեմ, ոչինչ, Սերգեյ ջան, թող սովորեն, բայց այդպես բաներ ասեց, զարմացա։ Հետո նայեցի Instagram-ում մի քանի միլիոն բան ունի, հետևորդ ունի, շատ խոշոր բիզնեսմեն է, եւ կյանքում չէր մտածի, որ ասենք իր տրակած մեքենայով եկավ, ասենք Ford-եր ինչ էր, հասարակ իմ մեքենայի նման մեքենա էր։ Եկավ սուսուփուս ներկայացում, ես տոմս առավ, իդեպ, հա, այո, եւ գնաց դա նախ անցած տարի էր, եթե չեմ սխալվում, դեր թատրոնը չէր քանդվել։ Հա, նավսեցին վերջ, ժողովուրդ ջան, donation-ը շարունակվում է իրականում թատրոնի մատերիալի փող ամեն չկա, բայց դեռ աշխատողի փողը չեմ հավաքել եւ կարծում եմ մինչեւ մյուս տարի կհավաքեմ, մի քիչ ակտիվ եղեք, վերջում QR կոդը կլինի։ Եվ հիշեցնեմ, որ ամսի 29-ին լինելու է էսենց էս պատշգամբում, ես հիմա եկա ներս, որտեղ այնտեղ խոտ են ընձում ձենագալի։ Խաղալու եմ այն լորոզորը ներկայացումը, վերջի անգամ խաղալու է սեզոնում եւ հրավիրում եմ բոլորիդ լավ ֆուրշետ ալնելու, 3-7-9 գարեջուր է լինելու մեր սպոնսորն է, ինչքան ուզում եք խմեք, լինելու են կարազ գինիները լինելու են, էլի մեր սպոնսորն է, նաև լինելու է հյուրասիրություն, դա արդեն մեր կողմից, թատրոնի կողմից, իմ կողմից, լինելու է գրքի վաճառք, շատ հետաքրքիր մի նախաձեռնություն եմ այսպես սկսել, այդ գրքի վաճառքից գնալու է փողը գնալու է Ջերմիկ անկյուն կազմակերպությանը, որտեղ էլի մտավոր եւ հոգեվոր կարողությունների սահմանափակ մարդիկ են պատսպարվել, այսպես ասած իրենց շահառուներն են, էլի բարեգործությունն է, մեղրի համտես է լինելու, ասած մեծ ծրագիր ունեմ, համտես եւ վաճառք, դա արդեն իմ մեղրն է, մի քանի կոպեկ էլ ես աշխատեմ էլի այդ օրը, հա, ընկերս այսինքն Ալմենը Նազարյան, որը որ բերելու է իր մեր մեղրը եւ ցույց է տալու ձեզ, եթե կարող եք ուզենք կարող եք գնել։ Մի խոսքով շատ հետաքրքիր ծրագիր է ալնելու ամսի 29-ին բացի ներկայացումից։ Համեցեք իմ տուն, կցույց տամ ձեզ նաեւ այս վերևն է բանը, ջահս լուստրան, այսպես ասած, որը որ սարդ է, այսպես շատ գեղեցիկ գործել է եւ քանի տարի, բայց սարդը այնտեղ չի ապրում, էլ ցավոք։ Սպասում եմ կարող է պատահի ինչ-որ մի հատ սարդ ունեք, գցեք ջեբներ, բերեք, գցենք թող ապրի, էլի, տեսեք ինչ լավ հարմար տուն է, էլի իր համար։ Հələ նայեք, ժողովուրդ ջան։ Ահա, տեսեք։ Ահա։ Շատ հարմար տուն, այսենց գործել է ինքը, հիմա Սարդոստայնը չի երևում, բայց մոտ մի 3 տարի այնտեղ սարդ ապրեց, հիմա նայում եմ չեմ տեսնում, մենակ մնացել չորացած ճանջերը։ Հենց այդքան սիրելիներս։ Այս ամբողջ մեսեջը սեն էր, որ կեցեն այն տղաները, կեցեն այն հարուստները, որոնք որ չեն հարստանում մեր ծնողների թոշակներից, մեր մուծած բանից, հա, հարկերից, մեր երեխեքի մանկապարտեզների, դպրոցների, խաղահրապարակների հաշվին, առողջության հաշվին, մեր զինվորների անվտանգության հաշվին, այլ ուղղակի ներդրումներ են բերում, ստեղ գործարաններ են հիմնում եւ ես շատ եմ ողջունում Չարենցավանի այդ
հիմնված գործարանը, հիշում եք միշտ ասում եմ IT ոլորտը կաղում է մեր մոտ, Հիմա կարող եմ ասել, որ արդեն ոչ, արդեն գոնե մի 5-6 տարի հետո մենք կունենանք շատ ուժեղ մեջք, որտեղ դու գիտեք, որ այս աշխարհը IT աշխարհը եւ մեր այսպես ասած տրակած սերունդը, երբ որ արդեն գնա ոչ միայն թոշակի, այլ հանձնվի հողին, դա շուտով արդեն կլինի, ապագան նրանցն է եւ եկեք սատարենք, եկեք գոնե լավ բաներ ասենք իրանց մասին, ապրեք տրեք ջան, խոսք եմ տալի ձեր անունը իմանամ մյուս անգամ եւ կխոսեմ դրա մասին նաեւ, գործարանը Չարենց հավանում է, ոնց հասկացա արդեն աշխատում է եւ արդեն լավ գործեր են անում, իսկ բոլոր այն հարուստները, ովքեր որ հարստացել են իմ հաշվին, իմ սպիտակ մազերի հաշվին, իմ առողջության հաշվին, իմ ծնողների, երեխաների եւ ձեր հաշվին թող կամած գնան սիրուն գնան վախնա տղեկ ջան ամոթա 21-րդ դարը հենց այդքան սիրելիներս բոլորիդ գրկում եմ եւ անպայման կհանդիպենք Սարի թատրոնի ներկայացումից հետո